Երբ իրավապահները մտան Մարկ Սագաթելյանի գրասենյակ Երևանի կենտրոնում, սեղանին գտան փակ ծրար, կարմիր մոմով կնքված։ Այդ փաստաթուղթը թաքցնում էին 30 տարի։ Դա պայմանագիր էր, որը ստորագրել էր երիտասարդ Մարկը, երբ դեռ չգիտեր, որ իր ստորագրությունը կվերածվի կյանքի դատավճռի։ Պայմանագրի 3-րդ կետում գրված էր. արտիստը չունի իրավունք հրաժարվելու հեռուստաընկերության պահանջներից, անկախ առողջական վիճակից։ Իսկ 7-րդ կետում պայմանագրի խախտման դեպքում արտիստը պարտավոր է վճարել տուգանք 3 միլիոն ամերիկյան դոլար։ Ով էր այդ փաստաթղթի հեղինակը, որը վերածեց ազգի սիրելի հումորիստին հեռուստաէկրանի ստրուկի։ Ինչու Մարկը չկարողացեց փախչել այդ ոսկե վանդակից։ Եվ ամենակարևորը, ինչպես հասավ այնտեղ, որ իր վերջին ելույթից հետո ընկավ գրկախառնման մեջ, մինչդեռ հեռուստաընկերության տնօրենը հաշվում էր գովազդային եկամուտները։ Այս պատմությունը ոչ թե հեքիաթ է հայտնի մարդու մասին, սա ցավոտ ճշմարտությունն է այն մասին, թե ինչպես հեռուստաբիզնեսի բոսերը քամեցին մեկ տաղանդավոր մարդու կյանքը ռեյտինգների և միլիոնների համար։ 1996 թվականին Մարկ Սագաթելյանը արդեն հայտնի էր Երևանում որպես խելացի և սրամիտ հումորիստ։ Նա աշխատում էր փոքրիկ թատրոնում, ամսական $200 աշխատավարձով, բայց նրա անունը արդեն շրջում էր քաղաքում։ Մարդիկ սիրում էին նրա ներկայացումները, որտեղ նա խոսում էր սովետական անցյալի մասին, քաղաքական աբսուրդի մասին, սովորական մարդկանց ճակատագրերի մասին։ Նրա հումորը չէր վիրավորում, այլ բուժում էր։ Երբ Մարկը բարձրանում էր բեմ, դահլիճը լցվում էր ծիծաղով, որը հնչում էր ինչպես ազատագրում։ Բայց հենց այդ տաղանդն էր, որը գրավեց հեռուստաընկերության տնօրենների ուշադրությունը։ Նրանք չէին փնտրում արտիստ, որը կստեղծի արվեստ։ Նրանք փնտրում էին ապրանք, որը կվաճառեն գովազդատուներին։ Եվ Մարկը կատարյալ ապրանք էր։ Երիտասարդ, հմուտ, սիրված ժողովրդի կողմից։ 1997 թվականի մարտին Մարկին հրավիրեցին հանդիպման մի շքեղ ռեստորան Աբովյան փողոցում։ Սեղանի շուրջ նստած էին 3 մարդ, ծանոթ դեմքեր հայկական հեռուստաբիզնեսից։ Նրանցից մեկը, Արամ Խաչատրյանը, համարվում էր ամենահզոր մարդը երկրի մեդիա ոլորտում։ Նա ուներ կապեր քաղաքական վերնախավի հետ, իսկ նրա հեռուստաընկերությունը վերահսկում էր 3 ամենամեծ ալիքները։ Արամը խոսեց հանգիստ, գրեթե հայրական տոնով. «Մարկ, դու տաղանդավոր ես, բայց թատրոնում դու կմնաս միշտ փոքր։ Մենք առաջարկում ենք քեզ իսկական բեմ, ամբողջ երկիրը, քո սեփական շոուն, ամեն շաբաթ, լավագույն ժամին։ Դու կդառնաս աստղ»։ Մարկը լսում էր և զգում, որ սիրտը արագ է բաբախում։ Սա երազանքն էր, որի մասին նա մտածել էր տարիներ շարունակ։ Բայց երբ սեղանին դրեցին պայմանագիրը հաստ թղթերի փաթեթ, Մարկը զգաց անհանգստություն։ Արամը ժպտաց. «Սա ստանդարտ պայմանագիր է։ 5 տարի, բացառիկ իրավունքներ, լավ վարձատրություն։ Ստորագրիր, և վաղը սկսում ենք նկարահանումները»։ Մարկը չուներ իրավաբան։ Նա չուներ փորձ բիզնեսի մեջ։ Նա էր պարզապես արտիստ, ով հավատում էր, որ եթե աշխատես ազնիվ, ապա մարդիկ կգնահատեն։ Նա ստորագրեց։ Եվ այդ ստորագրությունը դարձավ նրա կյանքի ամենամեծ սխալը։ Պայմանագրի մեջ թաքնված էին կետեր, որոնք Մարկը կարդաց միայն ամիսներ անց, երբ արդեն ուշ էր։ Նա չուներ իրավունք հանդես գալ այլ հեռուստաալիքներում։ Չուներ իրավունք մերժել սցենարները, որոնք գրում էին նրա համար։ Չուներ իրավունք հրաժարվել նկարահանումներից, նույնիսկ եթե հիվանդ լիներ։ Եվ ամենավտանգավորը, եթե ցանկանար լքել ծրագիրը, պետք է վճարեր $3 միլիոն տուգանք։ 3 միլիոն։ Գումար, որը Մարկը չէր տեսել նույնիսկ երազում։ Նա ընկավ որոքայթի մեջ, որը նախատեսված էր հենց նրա նման երիտասարդ անփորձ արտիստների համար։ Առաջին ամիսները ամեն ինչ թվում էր հրաշալի։ Մարկի շոուն, ծիծաղի ժամը դարձավ ամենահայտնի ծրագիրը երկրում։ Յուրաքանչյուր շաբաթ երեկոյան ժամը 8-ին ամբողջ Հայաստանը նստում էր հեռուստացույցների առջև։ Մարկը տեսնում էր փողոցում, թե ինչպես են մարդիկ ճանաչում նրան, ժպտում, շնորհակալություն հայտնում։ Տաքսու վարորդները հրաժարվում էին վճար վերցնել նրանից։ Խանութներում նրան տալիս էին զեղչեր։ Երեխաները խնդրում էին ավտոգրեր։ Սա փառքն էր, որի համար նա երազել էր։ Բայց փառքի հետ եկավ նաև անտանելի ճնշումը։ Հեռուստաընկերությունը պահանջում էր նոր սցենարներ ամեն շաբաթ։ Մարկը պետք է գրեր, փորձեր, նկարահաներ, առանց հանգստի օրերի։ Երբ նա խնդրեց մեկ շաբաթ ընդմիջում, որովհետև հոգնած էր, Արամ Խաչատրյանը պատասխանեց սառը. «Պայմանագիրը չի նախատեսում ընդմիջումներ։ Ռեյտինգները թույլ չեն տալիս կանգ առնել։ Եթե դու չես կարող, կգտնենք ուրիշին»։ Եվ Մարկը հասկացավ. նա այլևս ազատ արտիստ չէ։ Նա դարձել էր մեքենայի մաս, որը պետք է աշխատի անդադար։
1998 թվականին Մարկի կյանքը սկսեց փլուզվել։ Նրա առողջությունը վատանում էր, նա քնում էր 3-4 ժամ գիշերը, արթնանում էր գլխացավով, ուտում էր անկանոն։ Բժիշկները նախազգուշացրին, սթրեսը վտանգավոր է, պետք է հանգստանալ։ Բայց ինչպես կարող էր հանգստանալ, երբ պայմանագիրը պահանջում էր ամեն շաբաթ նոր ելույթ։ Հեռուստաընկերությունը վաստակում էր միլիոններ գովազդից։ Մարկի շոուն ամենաթանկ գովազդային ժամն էր։ Բիզնեսմենները կանգնում էին հերթի մեջ, որպեսզի իրենց ապրանքները ցուցադրվեն Մարկի ծրագրի ընթացքում։ Իսկ Մարկը ստանում էր ամսական $2000 ֆիքսված աշխատավարձ, որը նշված էր պայմանագրում։ 2000, մինչդեռ հեռուստաընկերությունը վաստակում էր 100,000-ներ ամեն շաբաթ։ Երբ Մարկը փորձեց բանակցել, խնդրեց բարձրացնել վարձատրությունը, Արամը պատասխանեց. «Պայմանագիրը 5 տարվա համար է։ Մենք չենք կարող փոխել պայմանները։ Եթե դու դժգոհ ես, կարող ես հեռանալ, վճարելով տուգանքը»։ $3 միլիոն։ Գումար, որը Մարկը երբեք չէր ունենա։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ 1999 թվականի հոկտեմբերին նկարահանումների ժամանակ Մարկը զգաց սուր ցավ կրծքավանդակում։ Նա ընկավ գետնին, ուղղակի ստուդիայի մեջ, տեսախցիկների առջև։ Անձնակազմը խուճապի մեջ էր։ Կանչեցին շտապ օգնություն։ Բժիշկները ասացին՝ սրտի խնդիր, պետք է հոսպիտալացում, լրիվ հանգիստ, առնվազն 2 շաբաթ։ Բայց հեռուստաընկերությունը չէր կարող թույլ տալ 2 շաբաթ առանց Մարկի շոուի։ Գովազդատուները սպառնում էին պայմանագրերը խզել։ Արամ Խաչատրյանը եկավ հիվանդանոց, ուղղակի Մարկի պալատ։ Նա նստեց մահճակալի եզրին եւ ասաց. «Մարկ, ես հասկանում եմ, որ դժվար է, բայց մենք ունենք պարտավորություններ։ Գովազդատուները սպասում են, հանրությունը սպասում է։ Դու չես կարող հիմա թողնել մեզ»։ Մարկը նայեց նրան թույլ հոգնած աչքերով։ Նա ուզում էր ասել. «Ես մեռնում եմ», բայց փոխարենը լսեց իր սեփական ձայնը, որն ասում էր. «Լավ, 1 շաբաթ հանգիստ, եւ ես վերադառնում եմ»։ Ինչու նա համաձայնեց։ Որովհետև վախենում էր տուգանքից, որովհետև վախենում էր կորցնել ամեն ինչ, ինչ ունեցել էր, որովհետև նրան սովորեցրել էին, որ պայմանագիրը սուրբ է եւ խախտելը նշանակում է դավաճանություն։ Բայց իրականում ով դավաճանեց ում։ 1 շաբաթ անց Մարկը վերադարձավ ստուդիա։ Նա դեռ թույլ էր, դեռ գունատ, բայց նա ժպտաց տեսախցիկի առջև։ Նա կատարեց իր համարները, ծիծաղեցրեց հանդիսատեսին եւ երբ ծրագիրը ավարտվեց, ընկավ հետևի սենյակում։ Օգնականները բերեցին ջուր, բժիշկը ներարկում արեց, իսկ Արամ Խաչատրյանը կանգնած էր անկյունում եւ խոսում հեռախոսով գովազդատուի հետ, քննարկելով հաջորդ շաբաթվա պայմանագիրը։ Նա նույնիսկ չնայեց Մարկին։ Արտիստը դարձել էր պարզապես գործիք, որը պետք է աշխատի, մինչև կոտրվի։ Եվ Մարկը հասկացավ, նա ընկած է որոքայթում, որից ելք չկա։ Նա չէր կարող հեռանալ, որովհետև պարտք ուներ 3 միլիոն։ Չէր կարող շարունակել, որովհետև մարմինը հրաժարվում էր ծառայել։ Նա ընկղմված էր ճակատագրի մեջ, որը գրել էին ուրիշները, իրենց շահույթի համար։ Բայց ով էին այդ մարդիկ, որոնք վերածեցին ազգի սիրելի հումորիստին հեռուստաէկրանի գերի։ Եվ ինչպես հասավ այնտեղ, որ Մարկի վերջին ելույթը դարձավ նրա վերջին աղերսը ազատության համար, որը երբեք չեկավ։ Երբ Մարկ Սագաթելյանի անձնական օգնականը բացեց նրա տան դուռը 1999 թվականի դեկտեմբերին, նա տեսավ տեսարան, որը երբեք չէր մոռանա։ Մարկը նստած էր հատակին, մութ սենյակում, շրջապատված հարյուրավոր թղթերով։ Դրանք սցենարներ էին, որոնք հեռուստաընկերությունը մերժել էր։ Յուրաքանչյուր թերթիկի վրա կարմիր մարկերով գրված էր ոչ, չափազանց քաղաքական, ռիսկային, փոխել։ Մարկը գրել էր հումոր իշխանությունների կոռուպցիայի մասին, բանկային համակարգի անարդարության մասին, հարուստների եւ աղքատների միջև ընկած անդունդի մասին։ Բայց Արամ Խաչատրյանի թիմը պահանջում էր միայն անվնաս կատակներ, ընտանեկան կենցաղի, տարեց տատիկների, հարսանիքների մասին։ Նրանք ուզում էին, որ Մարկը ծիծաղեցնի մարդկանց, առանց նրանց մտածելու տալու։ Օգնականը հարցրեց. «Մարկ, ինչու ես նստած մութում»։ Մարկը պատասխանեց առանց նայելու նրան, որովհետև լույսը ցավեցնում է աչքերս։ Բժիշկները ասում են սթրեսից, բայց իրականում ես չեմ ուզում տեսնել այն, ինչ դարձել եմ։ Նա ցույց տվեց մի թուղթ, որը ստացել էր այդ առավոտ։ Դա նոր պահանջ էր հեռուստաընկերությունից։ Մարկը պետք է հանդես գար մի քաղաքական գործիչի ծննդյան հանդեսին, անվճար, որպես բարեկամական ժեստ։ Այդ քաղաքական գործիչը հենց նույն մարդն էր, ում Մարկը ուզում էր քննադատել իր սցենարներում։ Հիմա նա պետք է ժպտար նրա առջև եւ ասեր կատակներ նրա պատվին։ Սա վերջնական խոնարհումն էր։ Մարկը դարձել էր ոչ թե արտիստ, այլ ծառա,
ով պետք է ապրեր այն երաժշտության տակ, որը նվագում էին նրա տերերը։ Բայց ով էին այդ տերերը եւ ինչպես նրանք կառուցեցին համակարգ, որտեղ տաղանդավոր մարդիկ վերածվում էին խաղալիքների։ Պատասխանը թաքնված էր մի վայրում, որի մասին Մարկը չգիտեր մինչև 1200 թվականը։ Երևանի կենտրոնում Թումանյան փողոցի մի հին շենքի ստորգետնյա հարկում գործում էր անօրինական խաղատուն։ Այնտեղ հավաքվում էին հեռուստաընկերությունների տնօրենները, գովազդային գործակալությունների սեփականատերերը, քաղաքական խորհրդականները եւ մի քանի հայտնի բիզնեսմենները։ Նրանք խաղում էին պոկեր, խոշոր գումարների վրա, բայց ավելի կարևորը, այնտեղ նրանք բաժանում էին ազդեցության ոլորտները։ Ով կվերահսկի որ հեռուստաալիքը, ով կստանա գովազդային բյուջեները, որ արտիստը կաշխատի որ ընկերության համար։ Մարկ Սագաթելյանի անունը հնչեց այնտեղ 1998 թվականի ձմռանը։ Արամ Խաչատրյանը նստած էր սեղանի գլխավորությամբ եւ ասաց. «Մարկը իմն է։ Ես ունեմ պայմանագիր դեռ 3 տարվա համար։ Ոչ ոք չի կարող նրան հրավիրել առանց իմ թույլտվության»։ Մյուս տնօրենները փորձեցին բողոքել։ Նրանք էլ ուզում էին Մարկին իրենց ծրագրերում, բայց Արամը ժպտաց սառը եւ ասաց. «Եթե ուզում եք նրան, պետք է վճարեք ինձ։ Յուրաքանչյուր ելույթի համար $5,000։ Դա վարձակալության գին։ $5,000, որից Մարկը չէր տեսնի նույնիսկ 1 դրամ։ Արամը վաճառում էր Մարկի աշխատանքը ինչպես ապրանք, եւ Մարկը նույնիսկ չգիտեր այդ մասին։ Սա ժամանակակից ստրկությունն էր, որտեղ շղթաները պատրաստված էին ոչ թե երկաթից, այլ իրավական փաստաթղթերից։ Բայց Մարկի ողբերգությունը չէր սահմանափակվում միայն ֆինանսական շահագործմամբ։ 1201 թվականի գարնանը նրա կյանքում հայտնվեց կին՝ Լուսինե Մկրտչյանը, երիտասարդ լրագրող, ով աշխատում էր մրցակից հեռուստաալիքում։ Նրանք հանդիպեցին մի բարեգործական միջոցառման ժամանակ, եւ Մարկը առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում զգաց իսկական կապ մեկ ուրիշի հետ։ Լուսինեն չէր տեսնում նրան որպես հեռուստաաստղ կամ եկամտի աղբյուր։ Նա տեսնում էր Մարկին, հոգնած, կոտրված մարդուն, ով փնտրում էր փրկություն։ Նրանք սկսեցին հանդիպել գաղտնի, փոքրիկ սրճարաններում, հեռու քաղաքի կենտրոնից, որտեղ ոչ ոք չէր ճանաչի նրանց Մարկը խոսում էր նրա հետ այն բաների մասին, որոնք երբեք չէր կարող ասել ուրիշների։ Նա պատմեց պայմանագրի մասին, տուգանքի մասին, անverջ նկարահանումների մասին, որոնք քայքայում էին նրա առողջությունը։ Լուսինեն լսում էր եւ լաց էր լինում։ Նա ասաց. «Մարկ, դու պետք է պայքարես։ Դու չես կարող թույլ տալ, որ նրանք քեզ սպանեն»։ Բայց Մարկը գիտեր, պայքարը նշանակում էր ֆինանսական կործանում, հանրային սկանդալ, հավանաբար նույնիսկ իրավական հետապնդում։ Նա անկղմված էր համակարգի մեջ, որը նախագծված էր այնպես, որ ելք չլիներ։ Երբ Արամ Խաչատրյանը իմացավ Մարկի եւ Լուսինեի հարաբերությունների մասին, նա արձագանքեց անմիջապես եւ անողորմ։ 1201 թվականի հուլիսին Լուսինեին հրավիրեցին նրա խմբագրի գրասենյակ։ Այնտեղ նրան ասացին, նա ազատվում է աշխատանքից։ Պատճառը կազմակերպչական վերափոխումն էր, բայց Լուսինեն գիտեր իսկական պատճառը։ 2 օր անց նրան զանգահարեց անծանոթ համարից։ Տղամարդու ձայնը ասաց հանգիստ, բայց սպառնալից. «Դուք պետք է դադարեցնեք հանդիպումները Մարկ Սագաթելյանի հետ։ Նա մեր ակտիվն է։ Եթե շարունակեք, կունենաք խնդիրներ, ավելի լուրջ, քան աշխատանքի կորուստ»։ Լուսինեն վախեցավ։ Նա պատմեց Մարկին, եւ Մարկը զայրացավ այնպես, ինչպես երբեք չէր եղել։ Նա ուզում էր գնալ Արամի գրասենյակ, պահանջել բացատրություններ, սպառնալ դատական հայցով։ Բայց երբ նա հասավ հեռուստաընկերության շենք, անվտանգության աշխատակիցները չթույլ տվեցին նրան մտնել Արամի գրասենյակ։ Փոխարենը նրան տարան փոքրիկ սենյակ, որտեղ սպասում էր իրավաբան։ Իրավաբանը բացեց պայմանագիրը եւ ցույց տվեց կետ 11-ը։ Արտիստը պարտավոր է խուսափել հանրային սկանդալներից եւ վարքագծից, որը կարող է վնասել հեռուստաընկերության հեղինակությանը։ Նա ասաց. «Եթե դուք շարունակեք ստեղծել խնդիրներ, մենք կդիտարկենք դա որպես պայմանագրի խախտում։ Դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում։ $3 միլիոն։ Մարկը հասկացավ, նա անկղմված է ոչ թե պարզապես բիզնես հարաբերությունների մեջ, այլ մաֆիայի ձեռքում, որը վերահսկում էր ամեն ինչ, նրա աշխատանքից մինչև անձնական կյանքը։ Նա դուրս եկավ այդ շենքից, կոտրված, խոնարհված, եւ գիտեր, նա կորցրել է ոչ միայն իր ազատությունը, այլ նաեւ իր սերը։ Լուսինեն փորձեց մնալ Մարկի կողքին, բայց ճնշումը շատ ուժեղ էր։ Նրան սկսեցին հետևել փողոցում, նրա հեռախոսը լսարկվում էր։ Մի անգամ նրա մեքենայի անիվները կտրեցին, երբ նա կայանած էր տան մոտ։ Սա հստակ ազդանշան էր։ 1201 թվականի սեպտեմբերին Լուսինեն ասաց Մարկին. «Ես չեմ կարող այլևս։ Ես վախենում եմ։
Ոչ թե քեզ համար, այլ իմ ընտանիքի համար։ Նրանք սպառնացել են իմ ծնողներին։ Մարկը հասկացավ։ Նա չէր կարող պահանջել, որ Լուսինեն զոհաբերի իր անվտանգությունը նրա համար։ Նրանք հրաժեշտ տվեցին մի անձրևոտ երեկո, նույն սրճարանում, որտեղ առաջին անգամ խոսել էին իրենց երազանքների մասին։ Լուսինեն լաց էր լինում, եւ Մարկը փորձում էր ժպտալ, ասելով, որ ամեն ինչ կլավանա։ Բայց երկուսն էլ գիտեին, սա ստախոսություն է։ Երբ Լուսինեն հեռացավ, Մարկը նստեց սեղանի մոտ դեռ 2 ժամ, նայելով անձրևին պատուհանից։ Նա կորցրել էր վերջին բանը, որը տալիս էր նրան ուժ շարունակելու համար։ Հիմա նա մնաց միայն իր ցավի եւ պայմանագրի հետ, որը սեղմում էր նրան ինչպես թակարդ։ Բայց ինչպես հասավ այնտեղ, որ մի մարդ, ով ծիծաղեցնում էր միլիոնները, ինքը չէր կարող գտնել պատճառ ժպտալու։ 2002 թվականի ձմռանը Մարկ Սագաթելյանի առողջական վիճակը դարձավ կրիտիկական։ Նա սկսեց ունենալ սրտի անկանոն բաբախյուններ, արիթմիա, որը բժիշկները կապում էին քրոնիկ սթրեսի եւ քնի պակասի հետ։ Նրան նշանակեցին դեղորայք, բայց դեղերը առաջացնում էին կողմնակի ազդեցություններ՝ գլխապտույտ, հիշողության թուլացում, մշտական հոգնածություն։ Մարկը չէր կարող կենտրոնանալ սցենարների վրա։ Նա մոռանում էր տողերը նկարահանումների ժամանակ։ Մի անգամ նա ընկավ ուղակի տեսախցիկի առջև, ուղիղ եթերում։ Հանդիսատեսը մտածեց դա կատակի մաս է եւ ծիծաղեցին, բայց անձնակազմը գիտեր ճշմարտությունը։ Մարկը տարան հիվանդանոց, եւ բժիշկները ասացին, եթե նա չդադարեցնի այս ռիթմը, նրա սիրտը կարող է չդիմանալ։ Նրանք խորհուրդ տվեցին լրիվ հանգիստ, առնվազն 6 ամիս։ 6 ամիս։ Բայց պայմանագիրը դեռ ուժի մեջ էր դեռ 1 տարի, եւ հեռուստաընկերությունը չէր պատրաստվում թողնել իր ոսկե հավը։ Արամ Խաչատրյանը այցելեց Մարկին հիվանդանոցում, ոչ թե որպես բարեկամ, այլ որպես բիզնես գործընկեր, ով պաշտպանում է իր ներդրումները։ Նա ասաց. «Մարկ, մենք հասկանում ենք, որ դժվար է, բայց մենք ունենք լուծում։ Մենք կնվազեցնենք նկարահանումների հաճախականությունը 2 շաբաթը 1 անգամ փոխարեն ամեն շաբաթ։ Դուք կունենաս ավելի շատ ժամանակ հանգստանալու համար»։ Մարկը նայեց նրան եւ հարցրեց. «Իսկ վարձատրությունը»։ Արամը ժպտաց. «Վարձատրությունը կմնա նույնը։ Պայմանագիրը ֆիքսված է։ Այսինքն, Մարկը կաշխատի կրկնակի քիչ, բայց կստանա նույն փողը, մինչդեռ հեռուստաընկերությունը կկորցնի եկամուտների կեսը»։ Բայց Արամը գիտեր, Մարկը չունի ընտրություն։ Եվ Մարկը համաձայնեց, որովհետև այլընտրանքը մահն էր կամ $3 միլիոն պարտք։ Բայց հեռուստաընկերությունը չէր պատրաստվում կորցնել եկամուտները։ Նրանք գտան ուրիշ ճանապարհ շահույթը պահպանելու համար։ 2002 թվականի մարտին Մարկին ներկայացրին նոր գործընկերոջը, երիտասարդ հումորիստ Արմեն Պետրոսյանին, ով պետք է դառնար նրա օգնականը ծրագրում։ Իրականում Արմենը պատրաստվում էր փոխարինել Մարկին։ Հեռուստաընկերությունը արդեն պլանավորում էր ապագան առանց Մարկի, բայց նրանք ուզում էին օգտագործել Մարկի հեղինակությունը նոր աստղը ներկայացնելու համար հանրությանը։ Մարկը հասկացավ այս խավը, բայց նա չէր կարող բողոքել։ Նա դարձել էր գործիք, որը դանդաղ փոխարինվում էր նորով, եւ նա պետք է ժպտար եւ ներկայացներ իր սեփական փոխարինողին։ Սա վերջնական խոնարհումն էր։ Արմեն Պետրոսյանը երիտասարդ էր, էներգիկ, առողջ։ Նա չուներ Մարկի խորությունը կամ փորձը, բայց նա ուներ այն, ինչ հեռուստաընկերությանը պետք էր։ Նա էր հնազանդ եւ էժան։ Նրա պայմանագիրը նախատեսում էր ավելի ցածր վարձատրություն, բայց ավելի երկար ժամկետ եւ ավելի խիստ վերահսկողություն։ Հեռուստաընկերությունը սովորել էր իր սխալներից Մարկի հետ։ Նրանք չէին ուզում, որ նոր աստղը դառնա չափազանց անկախ կամ պահանջկոտ։ Նրանք ստեղծում էին կատարյալ համակարգ, որտեղ արտիստները կլինեին փոխարինելի մասեր մեծ մեքենայի մեջ, որը արտադրում էր միլիոններ իրենց սեփականատերերի համար։ Մարկը դիտում էր այս ամենը եւ զգում անզորություն։ Նա տեսնում էր, թե ինչպես Արմենը կրկնում էր նույն սխալները, որոնք ինքը արել էր 10 տարի առաջ, ստորագրելով պայմանագիր առանց հասկանալու դրա իսկական գինը։ Մարկը ուզում էր նախազգուշացնել նրան, ասել. «Փախիր, քանի դեռ ժամանակ ունես»։ Բայց նա գիտեր, Արմենը չէր լսի։ Ոչ ոք չի լսում, երբ նրանց առաջարկում են փառք եւ փող։ Մարդիկ սովորում են միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Եվ Մարկը նստում էր իր գրասենյակում, շրջապատված մերժված սցենարներով, եւ մտածում, արդյոք նա կարող էր ինչ-որ բան անել այլ կերպ։ Արդյոք նա կարող էր խուսափել այս ճակատագրից, եթե ավելի զգույշ լիներ, ավելի ուժեղ, ավելի խելացի։ Բայց խորը ներսում նա գիտեր պատասխանը։ Համակարգը ստեղծված էր այնպես, որ անհատը միշտ կորցներ։
Մարդիկ, ովքեր վերահսկում էին հեռուստաընկերությունները, ունեին փող, իշխանություն, կապեր։ Նրանք ունեին իրավաբաններ, ովքեր գիտեին, թե ինչպես գրել պայմանագրեր, որոնք թվում էին արդար, բայց իրականում էին որոքայթմեր։ Եվ նրանք ունեին համակարգ, որը պաշտպանում էր նրանց, երբ արտիստները փորձում էին ապստամբել։ Մարկը եղել էր միայն մեկը բազմաթիվ զոհերից այս համակարգի, եւ նա չէր լինի վերջինը։ Բայց արդյոք նա կարող էր անել ինչ-որ բան կանգնեցնելու այս մեքենան, որը ճզմում էր կյանքը տաղանդավոր մարդկանցից, միլիոնների համար։ Երբ Մարկ Սագաթելյանի մոտ հարազատները մտան նրա բնակարան 2003 թվականի ապրիլի մի լուսաբաց առավոտյան, նրանք գտան տեսարան, որը սառեցրեց նրանց արյունը։ Մարկը կանգնած էր պատուհանի մոտ, բաց ոտքով, հագած միայն շապիկ եւ տաբատ, եւ նայում էր փողոց, անշարժ, ինչպես արձան։ Սենյակում ցուրտ էր, բայց նա չէր զգում։ Սեղանին ընկած էր դատարկ հաբերի տուփ, հանգստացնող դեղամիջոցներ, որոնք բժիշկը նշանակել էր նրան քնի համար։ Քույրը մոտեցավ նրան եւ դիպավ ուսին։ Մարկը ցատկեց, ինչպես վախեցած կենդանի, եւ նայեց նրան այնպիսի աչքերով, որոնք չէին ճանաչում։ Նա շշնջաց. Նրանք այստեղ են։ Նրանք լսում են ամեն ինչ։ Նրանք տեղադրել են սարքեր պատերի մեջ։ Քույրը փորձեց հանգստացնել նրան, բայց Մարկը սկսեց քայլել սենյակով, ստուգելով վարդակները, հեռախոսի մալուխները, նույնիսկ լամպերի ներսը։ Նա փնտրում էր լսարկման սարքեր, որոնք իրականում գոյություն չունեին։ Բայց Մարկի մտքում նրանք իրական էին։ Տարիների անընդհատ ճնշումը, վերահսկողությունը, սպառնալիքները վերածել էին նրան պարանոիկի։ Նա վախենում էր ոչ միայն հեռուստաընկերությունից, այլ նաև ստվերներից, որոնք երևում էին ամեն անկյունում։ Սա էր ոչ թե հիվանդություն, այլ հոգեբանական կործանում, երբ մարդը այլևս չի կարող տարբերել իրականությունը երևակայությունից, որովհետև իրականությունը դարձել է այնքան սարսափելի, որ միտքը փախչում է ցանկացած ուղղությամբ։ Ինչպես հասավ այնտեղ, որ ազգի սիրելի հումորիստը, ով ծիծաղեցնում էր միլիոնները, հիմա փնտրում էր լսարկման սարքեր իր սեփական տանը, մերկ ոտքերով եւ խառնված միտքով։ Ընտանիքը տարավ Մարկին հոգեբույժի մոտ, բայց նույնիսկ այնտեղ նա չէր կարող խոսել ազատ։ Նա վախենում էր, որ բժիշկը կապված է հեռուստաընկերության հետ, որ նրա խոսքերը կհասնեն Արամ Խաչատրյանին, որ նրան կտուգանեն կամ կհայցեն պայմանագրի խախտման համար։ Բժիշկը ախտորոշեց ծանր դեպրեսիա եւ անհանգստության խանգարում, նշանակեց հակադեպրեսանտներ եւ խորհուրդ տվեց լիակատար հանգիստ։ Բայց ինչպես կարող էր Մարկը հանգստանալ, երբ պայմանագիրը դեռ կախված էր նրա վզից ինչպես քար։ 2003 թվականի մայիսին պայմանագիրը վերջապես ավարտվեց։ 5 տարի, որոնք զգացվեցին ինչպես 50։ Մարկը ազատ էր։ Բայց ինչպիսին էր այդ ազատությունը։ Նա կորցրել էր առողջությունը, սերը, հոգեկան հավասարակշռությունը։ Նա դուրս եկավ հեռուստաընկերության շենքից վերջին անգամ, տանելով միայն մի փոքր տուփ անձնական իրերով։ Ոչ ոք չասաց նրան շնորհակալություն։ Ոչ ոք չկազմակերպեց հրաժեշտի միջոցառում։ Նա պարպարզապես դուրս եկավ եւ դուռը փակվեց նրա հետևից, ինչպես գերեզմանի կափարիչ։ Արամ Խաչատրյանը արդեն աշխատում էր Արմեն Պետրոսյանի հետ եւ Մարկի անունը դարձավ անցյալ։ Հեռուստաընկերությունը շարունակեց վիաստակել միլիոններ, բայց հիմա այլ մարդու արյան վրա։ Մարկը փորձեց վերադառնալ թատրոն, բայց ամեն ինչ փոխվել էր։ Նա այլևս չէր կարող գրել հումոր այնպես, ինչպես առաջ։ Նրա սցենարները դարձել էին մութ, լի դառնությամբ եւ ցավով։ Հանդիսատեսը գալիս էր ծիծաղելու, բայց Մարկը տալիս էր նրանց արցունքներ։ Նա խոսում էր իշխանության կոռուպցիայի մասին, մեդիա օլիգարխների մասին, արտիստների շահագործման մասին։ Մարդիկ նստում էին անհարմար, նայում միմյանց եւ դանդաղ սկսում էին հեռանալ դահլիճից։ Մարկի վերադարձը ձախողվեց։ Թատրոնի տնօրենը ասաց նրան. «Մարկ, մարդիկ գալիս են հանգստանալու, ոչ թե լսելու քարոզներ։ Եթե ուզում ես աշխատել այստեղ, պետք է տաս նրանց այն, ինչ ուզում են»։ Բայց Մարկը այլևս չէր կարող տալ այն, ինչ մարդիկ ուզում էին։ Նա կորցրել էր կարողությունը ժպտալ առանց ցավի, ծիծաղել առանց արցունքների։ 5 տարի հեռուստաէկրանի ստրկության մեջ փոխել էին նրան անդառնալիորեն։ Նա դարձել էր կոտրված հայելի, որը արտացոլում էր միայն ցավ։ Բայց ամենավատ մասը դեռ առաջ էր։ 2003 թվականի հոկտեմբերին Մարկը ստացավ նամակ իրավաբանական ընկերությունից։ Հեռուստաընկերությունը հայց էր ներկայացնում նրա դեմ, պահանջելով $150,000 վնասի հատուցում։ Նրանք պնդում էին, որ Մարկը խախտել է պայմանագրի գաղտնիության կետը, հրապարակայնորեն խոսելով պայմանագրի մանրամասների մասին իր թատերական ելույթներում։ Սա ստախոսություն էր։ Մարկը երբեք չէր նշել հեռուստաընկերության անունը կամ կոնկրետ մարդկանց։ Նա խոսել էր ընդհանուր առմամբ համակարգի մասին, բայց իրավաբանները գտել էին ճեղք օրենքում եւ նրանք օգտագործում էին այն վերջին հարվածը հասցնելու Մարկին։ Սա վրեժխնդրություն էր։
Արամ Խաչատրյանը չէր կարող թույլ տալ, որ նրա նախկին ակտիվը խոսի ազատ։ Նա ուզում էր ուղարկել ազդանշան բոլոր մյուս արտիստներին։ Եթե դուք խոսեք, մենք ձեզ կոչնչացնենք։ Մարկը չուներ փող իրավաբանների համար։ Նա ծախսել էր իր բոլոր խնայողությունները բժշկական ծախսերի եւ հոգեբույժների վրա։ Նա նստեց իր փոքրիկ բնակարանում եւ կարդաց հայցադիմումը, անընդհատ, տող-արտող, եւ զգաց, թե ինչպես վերջին հույսի կտորը մարում է նրա ներսում։ Նրանք չէին դադարելու երբեք։ Նրանք կհետապնդեին նրան մինչև վերջ, ոչ թե որովհետև նա իրականում վնասել էր նրանց, այլ որովհետև նա համարձակվել էր խոսել ճշմարտությունը։ Մարկի ընտանիքը փորձեց օգնել։ Նրանք վաճառեցին ընտանեկան տունը գյուղում, հին շենք, որտեղ Մարկը ծնվել էր, որտեղ նրա ծնողները ապրել էին իրենց ամբողջ կյանքը։ Այդ գումարը բավարար էր վճարելու իրավաբանի համար, ով համաձայնեց ներկայացնել Մարկին դատարանում։ Դատական գործընթացը տևեց 18 ամիս։ 18 ամիս, երբ Մարկը պետք է ներկայանար դատարան ամեն 2 շաբաթը մեկ, նստեր դահլիճում եւ լսեր, թե ինչպես հեռուստաընկերության իրավաբանները նկարագրում են նրան որպես անբարեխիղճ, անպատասխանատու, հիստերիկ մարդ, ով փորձում է վնասել ընկերությանը, որը տվեց նրան ամեն ինչ։ Նրանք ներկայացրեցին փորձագետների եզրակացություններ, ֆինանսական հաշվետվություններ, վկաների ցուցմունքներ։ Նրանք կառուցեցին պատմություն, որտեղ Մարկը դավաճանն էր, իսկ հեռուստաընկերությունը զոհը։ Մարկի իրավաբանը պայքարեց, բայց համակարգը աշխատում էր հեռուստաընկերության օգտին։ Դատավորը, ով քննում էր գործը, ունեցել էր կապեր Արամ Խաչատրյանի բիզնես գործընկերների հետ։ Սա չէր բացահայտ կոռուպցիա, այլ ավելի նուրբ բան։ Հին ընկերությունների ցանց, որտեղ բոլորը պարտական էին միմյանց, եւ արդարությունը դառնում էր առևտրի առարկա։ 2005 թվականի փետրվարին դատարանը կայացրեց վճիռ Մարկի դեմ։ Նա պարտավոր էր վճարել $80,000, նվազեցված գումար սկզբնական պահանջից, բայց դեռ աղետալի գումար Մարկի համար։ $80,000, որը նա երբեք չէր ունենա։ Մարկը սկսեց վաճառել իր ունեցվածքը։ Նախ մեքենան, հին Վոլգան, որը նվեր էր ստացել հեռուստաընկերությունից լավ տարիներին, հետո ոսկե ժամացույցը, որը գնել էր իր առաջին մեծ վարձատրությունից, հետո գրքերը, հավաքածուն, որը հավաքել էր տարիներ շարունակ։ Ամեն ինչ ուներ արժեք, դարձավ դրամ, որը գնում էր հեռուստաընկերության գրպան։ Բայց դա բավարար չէր։ Մարկը վերցրեց փոխհարություններ բարեկամներից, հեռավոր ազգականներից, նույնիսկ նախկին գործընկերներից։ Նա խոստացավ վերադարձնել, բայց բոլորը գիտեին, դա երբեք չի լինի։ Մարկը խորանում էր պարտքերի մեջ, եւ ամեն նոր փոխհարությունը դառնում էր նոր շղթա, որը կապում էր նրան հատակին։ 2005 թվականի ամռանը Մարկը վճարեց վերջին տրամադրումը հեռուստաընկերությանը։ Նա մտավ նրանց գրասենյակ, տանելով ծանր պայուսակ դրամով, որը հավաքել էր տարբեր աղբյուրներից։ Հաշվապահուհին հաշվեց դրամը, տպեց անդորրագիր եւ ասաց սառը. «Շնորհակալություն, գործը փակված է»։ Ոչ մի ներողություն, ոչ մի ճանաչում, որ նրանք կործանել էին մի մարդու կյանքը։ Պարզապես բիզնես գործարք, ավարտված եւ մոռացված։ Մարկը դուրս եկավ այդ շենքից վերջին անգամ եւ զգաց, որ ինչ-որ բան մեռավ նրա ներսում։ Ոչ թե հույսը, այն արդեն մեռել էր վաղուց, այլ ինչ-որ ավելի խորը, հավատը, որ աշխարհում կարող է լինել արդարություն։ Հետագա տարիներին Մարկ Սագաթելյանը դարձավ ստվեր։ Նա ապրում էր փոքրիկ վարձակալած բնակարանում Երևանի ծայրամասում, աշխատում էր տարբեր փոքր աշխատանքներ, անգլերենի ուսուցիչ, թարգմանիչ, երբեմն կազմակերպում էր փոքրիկ ներկայացումներ մասնավոր միջոցառումների համար։ Բայց նա այլևս չէր այն Մարկը, ում սիրում էր ազգը։ Նա կորցրել էր կրակը, էներգիան, ուրախությունը, որը դարձրել էր նրան հատուկ։ Մարդիկ, ովքեր հանդիպում էին նրան փողոցում, ճանաչում էին, բայց նրանք տեսնում էին ցավը նրա աչքերում եւ շտապում էին անցնել, առանց խոսելու։ Ոչ ոք չուզում էր հիշեցնել նրան անցյալի մասին, որովհետև այդ անցյալը հիմա թվում էր ինչպես անեծք։ Մարկը դարձել էր կենդանի նախազգուշացում այն մասին, թե ինչ է պատահում, երբ համակարգը ճզմում է մարդուն եւ նետում որպես օգտագործված լիմոն։ Նա ապրում էր մենակ, խոսում էր քիչ, եւ երբեմն գիշերները նստում էր պատուհանի մոտ, նայելով քաղաքի լույսերին եւ մտածելով, թե ինչպես ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ։ Բայց անցյալը չէր փոխվում, եւ ապագան թվում էր դատարկ։ Արդյոք Մարկ Սագաթելյանը երբևէ կգտնի խտնի խաղաղություն, թե նա դատապարտված է ապրել իր մնացած օրերը որպես կոտրված մարդ, ով մի անգամ համարձակվեց երազել մեծ բաների մասին, բայց համակարգը ջախջախեց այդ երազանքները եւ նետեց նրան մութության մեջ։ Երբ հետաքննողները բացեցին Արամ Խաչատրյանի անձնական սեյֆը 2011 թվականին հակակոռուպցիոն քննության շրջանակներում, նրանք գտան փաստաթղթեր, որոնք բացահայտեցին ամբողջ ճշմարտությունը։
Այնտեղ էին պայմանագրեր ոչ միայն Մարկ Սագաթելյանի, այլ տասնյակ այլ արտիստների հետ, բոլորը նույն կաղապարով, նույն որոգայթներով, նույն անհնարին տուգանքներով։ Բայց ամենաշոկային փաստաթուղթը մեկ այլ բան էր։ Գաղտնի համաձայնագիր Արամի եւ 3 այլ հեռուստաընկերությունների տնօրենների միջև, որտեղ նրանք բաժանել էին հայկական շոու բիզնեսը տարածքների պես։ Յուրաքանչյուր ընկերություն ստացել էր իր ակտիվները, արտիստներ, ում նրանք կարող էին շահագործել առանց մրցակցության վախի։ Եթե մեկ արտիստը փորձեր փախչել մի ընկերությունից, մյուսները չէին ընդունի նրան։ Սա էր կարտել, բիզնեսի ոլորտում, որտեղ ապրանքը մարդիկ էին։ Փաստաթղթերի մեջ Մարկի անունը նշված էր որպես ակտիվ A7, գնահատված արժեքով $2,600,000 5 տարվա ընթացքում։ 2,600,000, որից Մարկը ստացել էր միայն 120,000 իր ամբողջ պայմանագրի ընթացքում։ Մնացած 2,480,000-ը գնացել էր հեռուստաընկերության, գովազդային գործակալությունների եւ քաղաքական հովանավորների գրպանները։ Մարկը եղել էր ոսկեհանք, որը շահագործվել էր մինչև սպառվելը եւ հետո նետվել որպես անպետք քար։ Ինչպես կարող էր համակարգ այսպիսի դաժանությամբ գործել տասնամյակներ շարունակ, առանց որևէ պատասխանատվության։ Եվ քանի այլ մարկեր կործանվեցին նույն մեքենայի տակ, մինչդեռ հանրությունը ծափահարում էր եւ ծիծաղում էր իրենց ցավի վրա։ Հակակոռուպցիոն քննությունը սկսվել էր ոչ թե Մարկի պատճառով, այլ քաղաքական փոփոխությունների արդյունքում։ 1210 թվականին Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ կառավարության դեմ, եւ նոր իշխանությունները որոշեցին մաքրել մեդիա ոլորտը։ Արամ Խաչատրյանը ձերբակալվեց հարկային խարդախության եւ ֆինանսական կեղծիքների մեղադրանքներով։ Նրա ակտիվները սառեցվեցին, հեռուստաընկերությունները անցան պետական կառավարման տակ եւ հետաքննողները սկսեցին բացել արխիվները։ Երբ նրանք գտան Մարկի պայմանագիրը եւ այլ փաստաթղթերը, նրանք կապվեցին Մարկի հետ հարցաքննության համար։ Մարկը եկավ դատախազության գրասենյակ 1211 թվականի մարտին, նիհար, ծերացած, հագած հին բաճկոն, որը տեսել էր ավելի լավ օր էր։ Հետաքննողը ցույց տվեց նրան փաստաթղթերը եւ հարցրեց. «Պարոն Սագաթելյան, դուք գիտեիք, որ ձեր պայմանագիրը մաս էր կազմում ավելի լայն սխեմայի»։ Մարկը նայեց փաստաթղթերին երկար, լուռ եւ հետո ասաց հանգիստ. «Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է, բայց ես երբեք չգիտեի, թե որքան խորն է այն»։ Հետաքննողը շարունակեց. «Մենք ուզում ենք, որ դուք վկայեք դատարանում։ Ձեր ցուցմունքը կարող է օգնել դատապարտել այս մարդկանց»։ Մարկը մտածեց երկար։ Մի մասը նրա ուզում էր վրեժ, տեսնել Արամին բանտում, տեսնել համակարգը կործանված, բայց մյուս մասը հոգնած էր, հոգնած պայքարից, հոգնած ցավից, հոգնած հիշելուց։ Նա ասաց. «Ես կվկայեմ, բայց ոչ թե վրեժի համար, այլ որպեսի ուրիշները չանցնեն այն ճանապարհով, որով ես անցա»։ Դատական գործընթացը դարձավ ազգային սենսացիա։ Մարկ Սագաթելյանը, մարդը ում մոռացել էին, հանկարծ կրկին դարձավ լուրերի կենտրոնում։ Բայց այս անգամ ոչ թե որպես հումորիստ, այլ որպես վկա, ով բացահայտում էր մեդիա օլիգարխների մութ աշխարհը։ Նա նստեց վկաների տեղում եւ պատմեց ամեն ինչ. պայմանագրի մանրամասները, սպառնալիքները, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումը, Լուսինեի պատմությունը, տուգանքները, դատական հետապնդումը։ Նա խոսեց հանգիստ, առանց զայրույթի, առանց արցունքների։ Նա պարզապես ներկայացրեց փաստերը, ինչպես բժիշկը ներկայացնում է ախտորոշումը։ Դահլիճը լռում էր։ Լրագրողները գրում էին անընդհատ։ Հանրությունը, որը դիտում էր հեռարձակումը, շոկի մեջ էր։ Մարդիկ, ովքեր ծիծաղել էին Մարկի կատակներին տարիներ շարունակ, հիմա իմանում էին, թե ինչ գնով եկել էր այդ ծիծաղը։ Արամ Խաչատրյանի պաշտպանները փորձեցին քայքայել Մարկի վկայությունը, մեղադրելով նրան սուտ ասելու մեջ, վրեժ խնդրության մեջ, հոգեկան անկայունության մեջ։ Բայց Մարկը չշեղվեց։ Նա ուներ փաստաթղթերը, բժշկական տեղեկանքները, վկաների ցուցմունքները։ Նա ուներ ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը այս անգամ ավելի ուժեղ էր, քան փողը կամ կապերը։ 1212 թվականի հունիսին դատարանը կայացրեց վճիռը։ Արամ Խաչատրյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման, հարկային խարդախության, ֆինանսական կեղծիքների եւ աշխատանքային իրավունքների խախտման համար։ 3 այլ հեռուստաընկերությունների տնօրենները ստացան 7-ից 9 տարի։ Նրանց ակտիվները բռնագրավվեցին, հեռուստաընկերությունները վերակազմավորվեցին նոր կառավարման տակ։ Սա էր արդարության պահը, որի համար Մարկը սպասել էր 10 տարի։ Բայց երբ նա լսեց վճիռը, նա չզգաց ուրախություն, նա զգաց միայն դատարկություն։
որովհետև արդարությունը, որքան էլ կարևոր լիներ, չէր կարող վերադարձնել կորցրած տարիները, կործանված առողջությունը, փախած սերը։ Արդարությունը կարող էր պատժել մեղավորներին, բայց չէր կարող բուժել զոհերին։ Մարկը դուրս եկավ դատարանից եւ տեսավ լրագրողների բազմությունը, ովքեր սպասում էին նրան։ Նրանք ուզում էին հարցազրույց, մեկնաբանություններ, զգացմունքներ։ Բայց Մարկը պարզապես քայլեց անցնելով նրանց կողքով, առանց խոսելու, եւ նստեց տաքսիի մեջ, որը տարավ նրան տուն։ Տաքսու վարորդը ճանաչեց նրան եւ ասաց. «Պարոն Սագաթելյան, դուք հերոս եք։ Դուք արեցիք այն, ինչ շատերը վախենում էին անել»։ Մարկը նայեց նրան եւ ժպտաց թույլ։ «Ես ոչ թե հերոս եմ, ես պարզապես վերապրող եմ»։ Հետագա տարիներին Մարկ Սագաթելյանը փորձեց վերակառուցել իր կյանքը։ Դատական հաղթանակից հետո նրան առաջարկեցին վերադառնալ հեռուստատեսություն, նոր ծրագրով, նոր պայմաններով, արդար պայմանագրով։ Բայց Մարկը մերժեց։ Նա ասաց. «Ես տվեցի հեռուստատեսությանը լավագույն տարիներս։ Հիմա ես ուզում եմ ապրել իմ համար»։ Նա վերադարձավ թատրոն, բայց այս անգամ որպես ռեժիսոր եւ ուսուցիչ, ոչ թե որպես կատարող։ Նա սկսեց դասավանդել երիտասարդ արտիստներին, փոխանցելով իր փորձը, նախազգուշացնելով նրանց որոքայթների մասին, ուսուցանելով նրանց, թե ինչպես պաշտպանել իրենց իրավունքները։ Նա ստեղծեց փոքր թատերական ստուդիա, որտեղ արտիստները կարող էին աշխատել առանց շահագործման վախի։ Սա էր նրա ժառանգությունը, ոչ թե կատակները կամ ծրագրերը, որոնք մարդիկ մոռացել էին, այլ գիտելիքը եւ պաշտպանությունը, որը նա տվեց հաջորդ սերնդին։ Մարկը երբեք չվերադարձավ իր նախկին փառքին։ Նա ապրեց համեստ կյանք, փոքրիկ բնակարանում, փոքր եկամուտով, բայց առաջին անգամ երկար տարիների ընթացքում նա զգաց խաղաղություն։ Նա այլևս չէր պատկանում ուրիշներին, նա պատկանում էր իր ինքնին։ Բայց Մարկի պատմությունը չավարտվեց երջանիկ վերջով։ 1219 թվականի ձմռանը, երբ նա 18 տարի անց վերադարձավ բեմ, հատուկ մի անվագ ներկայացման համար բարեգործական նպատակով, նա զգաց ծանոթ ցավը կրծքավանդակում։ Այս անգամ նա գիտեր, թե ինչ է դա։ Նա ավարտեց ներկայացումը, ժպտաց հանդիսատեսին, ընդունեց ծափահարությունները եւ գնաց հետևի սենյակ։ Այնտեղ նա նստեց աթոռին եւ փակեց աչքերը։ Օգնականը գտավ նրան 10 րոպե անց, անշարժ, խաղաղ դեմքով։ Բժիշկները ասացին՝ սրտի կաթված, ակնթարթային։ Նա չտարապեց։ Մարկ Սագաթելյանը մեկնեց այս աշխարհից 18 տարի անց այն օրվանից, երբ նա ստորագրեց այն պայմանագիրը, որը փոխեց նրա ողջ կյանքը։ Նա էր 65 տարեկան, չափազանց երիտասարդ մահվան համար, բայց չափազանց հին այն ամենի համար, ինչ նա անցել էր։ Նրա թաղմանը եկան հարյուրավոր մարդիկ, հին երկրպագուներ, ուսանողներ, գործընկերներ, նույնիսկ մի քանի նախկին հեռուստաընկերության աշխատակիցներ, ովքեր զղջում էին իրենց լռության համար։ Նրանք կանգնեցին գերեզմանի շուրջ եւ հիշեցին ոչ թե հեռուստաաստղին, այլ մարդուն, ով պայքարեց համակարգի դեմ եւ վճարեց անչափ գին իր համարձակության համար։ Իսկ ինչ եղավ Արամ Խաչատրյանի հետ։ Նա նստեց բանտում միայն 4 տարի, նրա 10 տարվա դատավճիռից։ 1216 թվականին նա ազատվեց պայմանականորեն լավ վարքագծի համար։ Նա դուրս եկավ բանտից նիհարացած, ծերացած, բայց դեռ ունենալով իր կապերը եւ թաքնված ակտիվները, որոնք հետաքննողները երբեք չգտան։ Նա չվերադարձավ հեռուստաբիզնես, բայց բացեց խորհրդատվական ընկերություն, որը օգնում էր նոր հեռուստաընկերություններին օպտիմալացնել իրենց գործառնությունները։ Իրականում նա դեռ շարունակում էր նույն խաղը, ավելի զգույշ, ավելի թաքնված, բայց նույն էությամբ։ Համակարգը փոխվել էր մակերեսորեն, բայց խորքում այն դեռ գործում էր նույն սկզբունքներով։ Փողը եւ իշխանությունը վերահսկում էին ամեն ինչ, իսկ արտիստները դեռ պայքարում էին իրենց իրավունքների համար։ Մարկի զոհաբերությունը բացեց աչքերը շատերին, բայց չփոխեց ամբողջ համակարգը։ Դեռ կային արամներ, դեռ կային շահագործվող արտիստներ, դեռ կային անարդար պայմանագրեր։ Բայց հիմա առնվազն մարդիկ գիտեին։ Նրանք գիտեին, թե ինչ է թաքնված փայլուն էկրանների հետևում, եւ որոշները համարձակվում էին պայքարել։ Մարկ Սագաթելյանի պատմությունը դարձավ նախազգուշացում եւ ոգեշնչում միաժամանակ։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ է պատահում, երբ համակարգը դնում է շահույթը մարդկային արժանապատվությունից վեր։ Եվ ոգեշնշում այն մասին, որ նույնիսկ կոտրված մարդը կարող է կանգնել եւ պայքարել ճշմարտության համար։ Նրա անունը դարձավ խորհրդանիշ արտիստների իրավունքների պաշտպանության շարժման մեջ Հայաստանում։ Երիտասարդ արտիստները, ովքեր հիմա ստորագրում են պայմանագրեր, հիշում են Մարկի պատմությունը եւ ավելի զգույշ են։ Նրանք պահանջում են թափանցիկություն,
արդար վարձատրություն, պաշտպանված իրավունքներ։ Համակարգը դանդաղ փոխվում է, ոչ թե որովհետև իշխանավորները դարձել են ավելի բարի, այլ որովհետև զոհերը դարձել են ավելի ուժեղ։ Մարկի ժառանգությունը ապրում է յուրաքանչյուր արտիստի մեջ, ով համարձակվում է ասել ոչ անարդար պայմաններին։ Յուրաքանչյուր մարդու մեջ, ով հիշում է, որ փառքի եւ փողի հետևում կան իրական մարդիկ, իրենց երազանքներով, վախերով եւ իրավունքներով։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Մարկ Սագաթելյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը շահագործում էր տաղանդավոր մարդկանց, թե ինքն էր մեղավոր իր ճակատագրի համար, ստորագրելով այն պայմանագիրը առանց ուշադիր կարդալու։ Արդյոք նրա պայքարը փոխեց ինչ-որ բան, թե համակարգը դեռ շարունակում է աշխատել նույն ձևով, պարզապես ավելի զգույշ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում հիշում են Մարկ Սագաթելյանին եւ նրա պատմությունը։ Սեղմեք հավանել, եթե կարծում եք, որ ճշմարտությունը պետք է միշտ ասվի անկախ գնից, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր համարձակվեցին կանգնել համակարգի դեմ։ Մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք ուրիշները փորձում են թաքցնել։